Պարոն Ժանկոչյան, ինչու այնուհանդերձ այդ հայդատը, որ միշտ ասել ենք, պահանջատիրություն, իրավական հարթության մեջ չտեղավորվեց։ Տեսեք, այդ ժամանակ այդպես ձեր գործողություններով, հա, անընդհատ գնում էր, թեման պտտվում էր, աշխարհը լսեց, լռության քողը բացվեց, բայց պահանջատիրություն ինչու իրականում այն թղթածրարը չստեղծվեց հայության կողմից։ Թղթածրարը շատ անգամ ստեղծվել է եւ ոչ մեկը դեռ չի կանգնել։ Ինչու։ Ինչու, քանի որ միասնություն չի գա այստեղ, միասնական խնդիր է։ Հայերիս մեղքով է դա եղել։ Շատ անգամներ իրենց մեղքով է, օրինակ դա թիդավորություն կա դրա մեջ։ Չեմ ուզում ցավասպանություն շեղվել, բայց համաշխարհային քաղաքականությունը այն է, որ երիտթուրքերը եւ համաշխարհային գերդերությունների խորքային պետության մարդիկ անուններ չեմ տալու, գիտեմ ով են իրենք, այդ մարդիկ դրա հետևն էին կանգնած Ցեղասպանության։ Խորքային պետության մարդիկ կանգնած են մեր հայ Ցեղասպանության հետևում։ Եվ մեր հայ կուսակցությունների ոչ ուղիղ ձևով ֆինանսավորում էին։ Շատ ցավալի այդ փաստը լսելը։ Շատ ցավալի փաստը, դա ես մի քանի ժամանակներն եմ բացահայտել էդի, դա պրեմիերա է սեզ համար, որ երիտթուրքերը, իհարկե Օսմանյան կայսրությունից հետո երիտթուրքերը ով են Կեմալականները համաշխարհային խորքային պետությունից ֆինանսավորվում էր, նույն հեղափոխությունը արեցին Ռուսաստանում, Լենինին, այո, բոլշևիկյան հեղափոխություն ֆինանսավորողն են։ Խորքային պետությունն այո, համաշխարհային։ Այսինքն ցարիզմը տապալեցին մտածված։ Հետո Ստալինը եկավ։ Ստալինին նա գրծան դետեր բանան է, Ստալինը հասկացավ։ Պատերազմի կեսից հասկացավ։ Դրա համար զենք արավ, ասես շնորհակալություն գնացել։ Պարոն Ժանկոչյան, ինչու հայ ժողովրդի դեմ իրականացվեց ցեղասպանությունը։ Այդ ձեր ասած խորքային Օսմանյան կայսրությունը հիմնվեց 1400 թվականներից, իրենք հայերի հետ շատ լավ էին, հայության բոլոր տեխնոլոգիաներից սկսած օգտագործեցին, միտքը օգտագործեցին, մշակույթը օգտագործեցին, քոչվորին դարձեցին մարդ, եւ հետո իրենց շնորհակալությունը պետք է երկրին դիրապետես, մենակ իրենց այդ խոչընդոտը հայերն էին։ Հայերներին, հույներին գրծել էին, հույները շատ շուտ փոխվող են, բայց հայերը որպես պապինական հող, արարիչ մի ժողովուրդ էին եւ ասեմ աստվածային այդպես բանով է ստեղծված հայերը այնտեղ, մնացած ժողովուրդները եկվորներ են, հույներն է եկվորներ են, բայց եթե հունահռոմեականների ժամանակվանից այնտեղ են գտնվել, իսկ Օսմանյան կայսրությունը հայերին տեսավ խելացի ժողովուրդ է, արարիչ մարդիկ են, օգտագործեց եւ իրենց հարստությունները սկսավ կամած, շատ դանդաղ։ Այդ 300-400 տարվա ընթացքում ինքը կրծավ հայերին լրիվ մշակել իր կողմը վերածրել, լրիվ ինչ եմ ասում, այդ մեծամասնություն հարուստներին, ինտելեկտուալներին, ասենք բժիշկներին, ով որ կար, եւ ապոց Օսմանյան 18-րդ դարի, 19-րդ, 20-րդ դարի դիվանագիտական կորպուսը Օսմանյան, ով են, հայերն են ղեկավարում, ով գնաց Եվրոպա, թուրքը օդա լեզուներին չէր դիրապետում նույնիսկ այն ժամանակ, փորձում էին ստեղծեն իրենց դիվանագիտական կորպուս ասեն, իմակվա բանով, բայց չէ, հայերն են անում։ Լինի արևտուրի կենտրոնները, լինի գիտական աշխատանքները, իրենց լեզուն նույնիսկ կեմալական փոխեց չէ, արաբերեն տարել դարձեց լատիներեն, ով էր արել, հայերն են արել, հայերը կեմալը օգտագործեց նույնիսկ այդ ժամանակվա։ Այսինքն կայացրեցին հայերի միջոցով կայսրությունը,
հա, բոլոր ոլորտներում ճիշտ նկատեցիք, թե բժշկության մեջ, թե կրթության մեջ, թե դիվանագիտության մեջ։ Այդ ամեն ինչը, ինչ որ ասեցի, հիմա մի քիչ մեթոդներն ա փոխված։ Ինչն է շարունակվում նորից նկատի ունեք, ինչը։ Ասեք հիմա նայեցեք, օրինակ մեր 2018 թվից այս կողմ ինչ էր կատարվել, նորենց իրենց գործն է։ Դրա մասին քիչ անց, իսկ ես ուզում եմ նաև հիշել Լորենց Արաբացին, հայտնի անգլիացի։ Հիշում եք իր գրառումներում ասում էր. Լինի Հայաստան, բայց առանց հայերի։ Այո, ասում էր 3 հայ եթե միավորվեն, պետություն կստեղծեն, պիտի ոչնչանան իրենք։ Եվ այդ ոչնչացումը պետք է որպես գործիք օգտագործային հենց թուրքերին։ Դա նշանակում է, որ թուրքերը գործիք օգտագործվեցին որոշակի տերությունների կողմից։ Ես ուզեցի շատ ընդլայնվել այդ թեմաները ժամանակը չի երեք այստեղ Լորենս Արաբյան ինքը բացահայտ լրտես է, աշխատում էր անգլիական եւ արաբական եւ ասիական շրջանների բարձրահատուներ եւ իր զեկույցները բոլորը ընթանում են Բեկինգհամ պալասում եւ ինքը այդ զեկույցների մեջ նշած է ինքը ինչ արել, ոնց արել, ով կա այնտեղ, հողի վրա քանի մարդ կա եւ ինչ ընթերքներ կա այնտեղ ինչի գրնանք օգտագործել, գնացքի գիծ կառուցեն, այդ ամեն ինչը այդպես էր այդ ժամանակները եւ Լորենս Արաբիայի զեկույցը ընդունվեց եւ հետո իրեն ոչնչացրեցին։ Հենց իրենք ոչնչացրեցին Լորենս Արաբիան։ Հետո հիմա գա, ասենք Անգլիայում գաբույտ քիրք են ասում, բան, դրա մեջ հուշեր կան։ Հիմա կարող է բացահայտվի այդ ամեն ինչերի մեջտեղ գա։ Նույնը Ամերիկան ունի, Ֆրանսան ունի, Ֆրանսիան Մարաշից ինչ արեց։ Հայերը զինվան, Մարաշը պաշտպանեցին, թուրքերը չգրցան մտնել, Ֆրանսիան եկավ, ասեց ես ձեզ պաշտպանեմ, ձեզ զենք պետք չի, մենք այստեղ ենք, մեր զորքը կդիմադրի, մի վախեցեք բան, Գիլեգիայի բանով եմ ասում։ Մի քիչ օրվա մեջ մի քանի ինչի եմ կանի վրա, դրան գնացին։ Այո, Սիերի ոտքերին այդ մեշոկի գդորները կապած, առանց ձայնի, առանց աղմուկի, հայկական զենքերն առան եւ թռան։ Նույն կերպ անգլիացիներն էին, չէ՞, ասում մեր հայկական լեռները չէին կարող բարձրանալ մեր նավերը։ Այսինքն ստացվեց, եթե ամփոփենք այս հատվածը մեր զրույցի։ Իմ ասածից վրա եմ գալիս։ Այո։ Եմ ասում եմ խորքային պետություն։ Այնտեղ կա երևացողները կան Անգլիան, Ֆրանսան, Գերմանիան, այդ ամբողջ երևացող խորքային պետությունը այս բոլորին ա ղեկավարում ինքը։ Սելիկս դրա մեջ է։ Մարդիկ կան շատերը չեն հասկանալ։ Եվ այդ խորքային պետությունը փաստորեն կարևորեց առաջնային համարեց քոչվոր խորքային համաշխարհային։ Այո։ Հետո երկիրներին ոչնչացրեց։ Ամեն մի երկիր ինքն ունի իր խորքայինը առանցին, որ ստանում է հրաման դրանցից։ Ամներ չեմ տալու դրանց հասկանալի է, բայց խնդիրը այն է, որ սրանք ամբողջ իրար հետ եկած։ Չես կրնա ոյ մեկ։ Հիմա օրինակ ասեմ, մեր երկիրը այս Պուտինը ինչու համար, Ռուսաստանի ինչու համար նեղացնում են։ Պուտինը ինքը նեղացրել է ժամանակը, հիմա ուզում են նեղացնել, թագավորի ժամանակվանեն, եւ որ թագավորին վերացրեցի, կոմունիստները մեջտեղ եկան բան, այս ամեն ինչը հիմա ուզում են ամբողջ երկրին դիրանան, այդ խորքային մարտիկ։ Պուտինը եկավ իշխանության, ինքը գիտեր, լավ կարդացել էր պատմաբան, ամեն ինչ գիտի, եւ սկսավ իր բարտկերը մարել։ Եթե երկիրը համաշխարհային բարկ չունի, այդ երկիրը պետք է ոչնչանա։ Պուտինին հիմա դրա համար են ուզում, ասենք Ռուսաստանին։ Էդի մի հատ նմուշ եմ ասում, նույնը Կադդաֆին երին, Իրաքին երին, այդպես բոլորը նույն մարդիկն են։ Այսօր չանեն, կարող 10 տարի հետո անեն։ Էդի լավ իշի։ Եվ հետո սկսում են ներքին պարակտումները ստեղծել,